Համեցեք Տիկին Խամոյան, մենակ խնդրում եմ թեմայից չշեղվել։ Պարոն Ռուբինյան, թեմայից շեղվելու եմ։ Երբ գործընկերները ասում են, որ չենք հավատում ձեր հրապարակած ձայնագրություններին, կա շատ պարզ օրինակ, դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ինչն է, որ չկեղծեք։ Պարոն Մկրտչյան, վերադառնալով իմ հարցերին, երբ դուք ասում եք, որ նոր ռազմավարություն է մշակել ոստիկանությունը հանցագործությունների դեմ պայքարի, հավատացեք, ես այդ ռազմավարությունը սեփական մաշկիս վրա զգացել եմ, 1 ամսվա ընթացքում 2 անգամ իմ մեքենայի կողային հայելիները գողացել են, բայց ես չեմ ուզում խոսել իմ մասին, ես այս օրինակով ուզում եմ խոսել մեր այն հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների մասին, որոնք պարբերաբար դառնում են այդ գողերի զոհը, պարբերաբար դառնում են, և երբ որ դուք նաև վիճակագրություն եք հրապարակում, որ հանցագործությունների թիվը այդքան էլ չէ, որքան նկարագրվում է և պատկերը ստեղծվում է, գիտեք ինչու է այդպես, մարդիկ պարզապես հաղորդում չեն ներկայացնում ոստիկանություն, չեն ներկայացնում ոստիկանություն, ես մի դեպքում ներկայացրել եմ, մի դեպքում չեմ ներկայացրել հաղորդում, պարոն Մկրտչյան, 6 տարվա ընթացքում հանցագործությունները աճել է 60%-ով։ Երբ մենք ասում ենք, որ այդ պրոֆեսիոնալիզմը, որ ոստիկանությունը ցուցաբերում է քաղաքական գործերով, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու մասով, եթե ցուցաբերի իրական հանցագործների, իրական հանցագործությունները բացահայտելու մասով, մենք չենք ունենա այս պատկերը, այդ դրա մասին է մեր հարցադրումը։ Երեկ, երբ որ Գյումրիում ահռելի քանակի ոստիկանական ուժեր էին, իսկ Երևանում ծեծում էին ընդդիմադիր ակտիվիստին, իր բնակարանում հայտնաբերվել է 23-ամյա չեչենուհու մարմինը, պարոն Մկրտչյան։ Դրանից 1 շաբաթ առաջ ակնհայտորեն, կամ գոնե մամուլում հրապարակումները այդպիսին էին, որ հոգեկան շեղումներով մեկը, չգիտեմ որտեղից ձեռք է բերել զենք և 4 քաղաքացու գնդակահարել է, որտեղից այդ զենքը։ Երբ որ ցույց են տալիս մեր ուժայինների պատկան մարմինների ձեռքբերումները, որ դրոնով գաղտնալսումներ են անում, ես ձեզ հարց եմ տալիս, այդ դրոնը որտեղ էր, երբ որ ընդդիմադիր համայնքապետին սպանում էին և նախապատրաստում էին իր սպանությունը, որտեղ էր այդ դրոնը։ Իշխանությունը պաշտպանված է, Նիկոլ Փաշինյան այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենապաշտպանված մարդն է, բայց մեր քաղաքացիները, մեր հազարավոր քաղաքացիներ այսօր անտերության են մատնված, շնորհակալ եմ։